Այստեղ եմ։ Էս ոնց է համարձակությունը թերիքեց, որ գաս։ Եկել եմ, որ խոսենք։ Որ իրար ճիշտ հասկանանք։ Առանց միջնորդների։ Էդոն արդեն ինչ պետք է ինձ բացատրել է։ Դե քեզ էլ ինչ կա մտածելու, դժվար գործը ինքը արել է։ Նոր ես հասկանում, որ մեզ միջնորդներ պետք չէին, որ Էդոյի բացատրելը սխալ էր, որ եթե հարցը ինձ ու քեզ ա վերաբերվում, ուրեմն մենք պիտի այդ հարցը քննարկենք։ Այն որ չեմ ուզում քեզ ցավացնեմ։ Այդ չի նշանակում, որ վախեցել եմ, կամ ինչ-որ բան ունեմ քեզանից թաքցնելու, Մագդա։ Այդ դու ինչ-որ բան չես թաքցրել։ Դու հենց ամենասկզբից էլ կեղծ ես եղել։ Դու խաբելով ես մտել իմ կյանք։ Քո ու Էլիզի միակ նպատակը իմ ընտանիքից վրեժ լուծելն է եղել։ Գոնե հիմա մի խաբի, գոնե հիմա ճիշտը ասա։ Ես կյանքում չեմ խաբում։ Կյանքում սուտ բաներ չեմ խոսում։ Չեմ անում այն, ինչ իմ սկզբունքներին ու պրինցիպներին դեմ է։ Նես որ բառերը տնտրի խոսալուց առաջ, Մագդա, ու երկար մտածի։ Դու այնքան հեշտ ես խոսում, այնքան հանգիստ ես քեզ պահում։ Քո համար իրոք այդքան մեկ ա եղել մեր բաժանումը։ Նորը իսկ գիտես, որ ես տանջվում եմ, որ ես մտածում եմ, որ ինձ օգտագործել ես, ուղղակի ես հիմարի նման հավատացել եմ քեզ։ Հիմա դու այսքան հանգիստ խոսում ես, որ ես քեզ հավատամ, որ մտածեմ իրոք չես իմացել, բայց ես չեմ հավատում։ Անհնար է Էլիզը քեզ ասած չլիներ, անհնար է, որ դու իմացած չլինեիր։ Ուղղակի ես մի բան չեմ հասկանում։ Դու ոնց էիր այդքան լավ խաղում։ Ոնց էիր տենց լավ այդ սիրող տղու դերը խաղում, որ մի վայրկյան անգամ ես քեզ չկասկածեցի։ Ես չեմ իմացել, որ դու Արշակի քուրն ես։ Ոնց չես իմացել։ Հա, չեմ իմացել, որ Էլիզը ձեր տանն է աշխատում։ Ես չեմ հավատում, դու չէիր կարա չիմանայիր։ Ճիշտ ես ասում։ Այդ իմ թերությունն է։ Իմ բաց թողումն է, որ չեմ իմացել, թե քուրս ինչ է անում ու ինչով է զբաղված։ Ցավոք սրտի ես տարբերակ չունեմ քեզ ապացուցելու։ Տարբերակ չունեմ, որ վստահ լինես, որ ես ճիշտը չեմ իմացել։ Եթե ես այդ շանսը հնարավորություն ունենայի, առանց մի վայրկյան մտածելու ամեն ինչ կանեի, որ քեզ ապացուցեի, որ դու հանգիստ լինեիր, որ այդ կարծիքը չունենայիր իմ մասին։ Ինչի քո համար այդքան կարևոր է իմ կարծիքը։ Ես ինչի վերև չի բարձրանում։ Վիճել եք։ Երևի նորոյին է սպասում։ Այդ ողգա տանը սպասի։ Ինչի է դրսում սպասում։ Տատի, ես ինչ իմանամ։ Ինչ ուզում ա թողանի, իմ համար մեկ է։ Որ մեկ լիներ, այսքան պատուհանի մոտ չէր կանգնի ու նայիր դուրս։ Էլիզ ինչ ես քեզ խաբում։ Ինչի ես բոլորի մոտ հակառակ տպավորություն թողնում, բայց իրականում տանջվում, ինչի Էլիզ։ Տատի, ես չեմ տանջվում։ Ընդամենը պատուհանից դուրս էի նայում։ Ինչ։ Ոչ մի բան։
Հարց եմ տալիս, քո համար այդքան կարևոր է իմ կարծիքը։ Հա, կարևոր է։ Կարևոր է, Որովհետև ինչ։ որովհետև չեմ ուզում մտածես, որ սրիկա եմ։ Չեմ ուզում մտածես, որ ինչ որ հարցեր պարզելու համար ես պատրաստ եմ ինչ որ աղջկա խառնեմ այդ հարցերի մեջ, որ օգտագործեմ։ Ես այդ մարդը չեմ։ Արև սիրուն գրի։ Նայ, շտապում ես ու լավ չի ստացվում։ Պապ, մենակ փնը որ չեմ կարողանում։ Ոչինչ բալես։ Մի քանի անգամ որ փորձես շատ արագ կստացվի։ Արև, ես քեզ ոչ մի անգամ չեմ հարցրել։ Դու ինչ կուզենայր ունենայր, քույր թե եղբայր։ Դե երկուսից էլ կուզեի։ Գիտես, մեր դասարանում մի հատ աղջիկ կա, մեծ աղբեր ունի։ Ամեն օր դասամիջոցներին գալիս է իր հետ խոսում է։ They even have lunch together. It's so cool. Արև, սիրուն չես գրում, ուշադիր եղի։ Բայց դու հարց տվեցիր։ Հա, բալես, կներես, ես եմ եղա, որ քեզ խանգարեցի։ Լավ, շարունակի։ Դե ստացվում է։ Ապրես։ Ես չեմ ուզում, որ մենք անցյալը քննարկենք, բայց ուզում եմ հիշես ու հասկանաս, որ հենց այս պահի հիմքը այդ անցյալն է։ Ու ոչ ես կարամ այդ փոխեմ, ոչ դու։ Ու ես հեչ ուրախ չեմ, որ դու հիմա տանջվում ես։ Ես եթե իմանայի դու Արշակի քուրն ես, ոչ կմոտենայի, ոչ կխոսայի, ու չէի։ Սիրի։ Մոռացի ինձ, Մագդա։ Մի գրի, մի հիշի։ Եթե ինձ տեսնում ես, համարի, որ քեզ անծանոթ մարդ եմ, այդ հենց անցի իմ կողքով։ Ես ուզում եմ, որ դու մոռանաս ինձ։ Ուզում եմ, որ քո մոտ ամեն ինչ լավ լինի։ Ոնց մոռանամ նորո։ Հասկանում ես, դու իմ կյանքում ուղղակի մարդ չես եղել։ Դու իմ կյանքում զգացում ես եղել, որից ես չեմ կարողանում ազատվեմ։ Ես գիտակցում եմ, ես հասկանում եմ, որ մեր միությունը սխալ է։ Ես գիտեմ, որ ես Արշակի քույրն եմ։ Ձեր ընտանիքը քանդողի քո թշնամու։ Ես գիտեմ, որ դուք անգամ ձեր մոր որոշումը չեք փորձելու ընդունեք։ Ես քեզ ասացի, չէ՞ որ չեմ ուզում մենք անցյալը քննարկենք։ Դու չես այն մարդը, որ իմ մոր մասին պետք է ինչ-որ բան ասի։ Դու չես այն մարդը, որ պետք է իմ ընտանիքի որոշումները քննարկի կամ դիրքորոշումը փոխի։ Բա որ չես ուզում, որ մենք անցյալը քննարկենք։ Ինչի՞ է մինչև հիմա այդ անցյալը քանդում մեր բոլորի կյանքը, ինչի՞ է քուրդ մտնում մեր ընտանիք։ Իսկ դու չես հետաքրքրվում, կամ ասում ես, որ չգիտեիր։ Չնայած ուղղակի քեզ տենց հարմար է։ Մեծ պատասխանատվությունից ես ազատվում։ Չես ուզում, որ մարդիկ մտածեն, որ դու քո հարցերը լուծում ես աղջկան օգտագործելու միջոցով։ Նորից նույն երգը։ Նորից նույն բանը։ Բայց ես շատ լավ գիտեմ, որ դու հասկանում ես։ Ու գիտես, որ այս ամեն ինչ ես իմանալով չեմ արել։ Հատուկ ես անում ինձ ցավացնելու համար։ Քո համար ինչ կապ ունի, ես հավատում եմ, թե չէ։ Ես քո թշնամու Արշակի քույրը չեմ։ Ոնց Արշակին ես ատում, տենց էլ ինձ չես ատելու։ Ասա, պարզ ասա, հիմա դու ինձ ատում ես նենց ոնց իմ աղբորը։ Ես ուղղակի ուզում եմ հասկանամ, դու հատուկ ես տենց անում։ Հատուկ ես ուզում արդյունքներով ազդես բոլորի վրա, հա։ Ինչի։ Խղճահարություն առաջացրեցի։ Չես ուզում, որ էլ լացեմ։ Ես ուղղակի ուզում եմ, որ դու մոռանաս։ Ուղղակի իրոք ուզում եմ, որ դու այս ամեն ինչը մոռանաս, մոռանաս իմ մասին, մոռանաս Էլիզի մասին, մոռանաս, որ մենք եղել ենք քո կյանքում։
Ես քեզ չեմ համեմատում աղբորդ հետ։ Ես նույնիսկ այս պահին մոռացել եմ, որ դու դրա քուրն ես։ Ես իրոք ուզում եմ դու երջանիկ լինես։ Ուզում եմ գտնես այն մարդուն, ում հետ կարաս երջանիկ լինես, ով որ քեզ արժանի է, քո նման լավ մարդու։ Ես ուղղակի որպես տղա իմ ճիշտ քայլն եմ անում, այն աղջկա հանդեպ նեղացրել եմ, այդքան բան։ Չհամարցակվես աղբորս մասին սենց խոսաս։ Մի կողմ դիր քո հեգնական տոնը։ Դու չես ճանաչում իմ աղբորը։ Դու իրավունք չունես իմ աղբոր մասին սենց խոսաս։ Մի պաշտպանի քո աղբորը, լսում ես։ Ես եմ այն մարդը, որ քո աղբորը լավ է ճանաչում։ Բայց ճիշտ ու տաղավարի չլինի, որ աղբորը սխալները ես հիմա քո դեմը դնեմ։ Դու արի քրոջդ մասին մտածի, քրոջդ հետևի, որ հանկարծ նորից չխաբվես։ Ես ուզում եմ, որ դու երջանիկ լինես, Էլիս։ Իմ երջանկությունը հաստատ Էդոն չի տատ։ Հաստատ։ Խոսքերդ մի բան են ասում, պահվածքդ ուրիշ բան։ Էլիս, բալես, եթե սրտիդ մեջ գոնե մի բան կա, մի թաքցրու, մի փախի դրանից, ասա, հետո կզղջաս ուշ կլինի, ու ինչքան էլ Էդոն քեզ սիրի, մի օր հոգնելու է։ Թեման փակ է։ Ես Էդոին չեմ սիրում ու չեմ սիրելու։ Արև, իսկ կուզեիր, որ քույրերը դու եղբայրդ քեզանից մեծ լինեն, թե փոքր։ Թե երևի մեծ, որ ինչ ուզեի անեին, բայց դե էլ չի լինի, ես արդեն ծնվել եմ։ Դու արդեն մեծ աղջիկ ես ու ինձ թվում է, չէ, չի թվում, դու շատ խելացի ես ու ամեն ինչ հասկանում ես։ Գիտես, իրականում դու քույր ունես։ Պատկերացրա, որ Մագդան քո մեծ քույրն է, ոչ թե հորաքույրդ։ Ինքը քեզ շատ է սիրում ու շատ լավ հասկանում է։ Պապ, ես հասկանում եմ, որ Մագդան ինձ շատ է սիրում։ Ես էլ իրան եմ շատ սիրում։ Բայց ինքը իմ հորաքույրն է ու քո քույրը։ Դե լավ, մի նեղվի, ինքը իմ քույրն էլ կլինի։ Ինչի իմ կյանք մտար նորը։ Ինչի ստիպեցիր, որ սիրտս քեզ սովորի։ Ասում ես մոռացի։ Այդ ոնց է ստացվում, որ ես փորձում եմ զզվեմ այն մարդուց, ում պատճառով շունչս ուղակի ցավից կտրվում է։ Ես քեզ ոչ մի բան չէի խնդրել։ Ես քեզից սեր, խոստումներ չէի խնդրել։ Այդ դու եկար իմ կյանք ու ամեն ինչ փոխեցիր։ Ու հիմա ասում ես, որ մոռանամ։ Դու եկել ես, որ իմ հարցերի բացատրությունը տաս, չէ՞։ Դե բացատրի, ասա ոնց մոռանամ։ Մի լացի։ Հավատա կանցնի։ Զգացածդ էլ կմոռանաս։ Ամեն ինչ կմոռանաս։ Կյանքը պատահում է, կանցնի։ Ինչի քո մոտ արդեն անցել է։ Հա, անցել է։ Որովհետև իմ համար այս կյանքում ամենակարևոր բանը պատիվն է։ Բոլորից ամեն ինչից առավել է այդ։ Ես վստահ եմ, որ կանցնի, որովհետև իմ մոտ անցել է, քո մոտ էլ կստացվի։
Ես էլ չեմ գալու։ Էլ չեմ հետաքրքրվելու քեզանով։ Իմ համար մեկ ալինելու։ Դու հաց կերել ես թե չէ, քնել ես նորմալ թե չէ։ Ընդհանրապես քո հետ կապված ամեն ինչ իմ համար անհետաքրքիր ա լինելու, այսօրվանից սկսած։ Բա որ մեկա, ինչի ես եկել։ Այն մարդում համար մեկա չի գալիս, ինքը ուղակի գնում ա։ Դու լսել ես իմ հաղորդագրությունները ու եկել ես։ Ավելի ճիշտ չէիր եկել, դու արդեն ստեղ էիր։ Նշանակում ա, որ քո սիրտն էլ ա ցավում։ Սխալ ես վերլուծում։ Շատ սխալ։ Ես չէի կարա չգայի, որովհետև իմ փոխարեն ընկել ես էր խոսացել։ Ես չէի կարա այդտենց թողեի։ Ես իմ համար եմ եկել, ոչ թե քո։ Ուզում ես ասածներից հավատա, ուզում ես չէ։ Ուզում ես հույսերով քեզ նորից լցրու, բայց այդ ոչ մի բան չի փոխելու։ Ես եկել եմ, որ իմ ճիշտ քայլը անեմ, որ մաքուր լինեմ, այդքան բան։ Դու ես մաքուր։ Դու մաքուր չես։ Դու ուղակի ինքնասիրահարվածի մեկն ես։ Ինչ եկել ես տեղ, որ ապացուցես, որ դու մաքուր ես, որ գնաս ու հանգիստ քնես։ Այ էդ ես դու, բայց դու հաստատ մաքուր մարդ չես։ Շատ լավ է։ Դες արդեն կամաց տրամադրվում ես։ Մի քիչ էլ ու կսկսես զզվել։ Այսինքն շարունակի։ Ճիշտ ուղու վրա ես։ Լավ, բա ինչ եղավ հիմա այս տղեն։ Ալո, Մագդա, ինչ ես անում, ոնց ես։ վատ, շատ վատ։ Երևի արդեն տեղյակ ես ընկերդ ինչ հզոր ելույթ ա ունեցել, դրա համար էլ զանգել ես։ Այսինքն, նորոյի հետ եք հանդիպել։ Ես հիմա տրամադրություն չունեմ, կլինի հետո խոսանք։ Չէ, չի լինի, պատրաստի գալիս են դուրս գանք։ Չէ, չեմ ուզում։ Չի քննարկվում, գալիս եմ արդեն, ճանապարհին եմ։ Ասա, Այդ կարևոր գործդ Մագդան էր։ այդ արդեն զանգել է։ Չէ, իմ մտքով պայետականցա, որ կարող է իր մոտս գնացել, զանգեցի ու համոզվեցի։ Ասա, ինչ ա ուզածդ։ Ուզում եմ մի բան անելուց առաջ ասես չէ, նենց չի որ պետքա բացատրություն տաս կամ էլ թույլտվություն վերցնես։ Ուղղակի այս հարցի մեջ ես էլ եմ մտել։ Ու լավ կլիներ իմանայի։ Էլ տխուր ես, թե ինձ ատվում։ Նորմալ է։ Նորմալ չի էլիս։
Ախր ես տեսնում եմ, չէ, որ մի բան քո հետ կատարվում է։ Էլ մենք քուրիկներ ենք։ Պետքա չէ իրար հետ կիսվենք։ Ալինս, ասում եմ նորմալ է։ Ուղղակի հավես չունեմ այդքան բան։ Բա դուր էիր։ Ռոբի հետ էի։ Մի քիչ խոսեցինք, քայլեցինք։ Այնքան ուրախ եմ, որ Ռոբը կա։ Ալինա։ Էլ բայց մեկ-մեկ նենց բաներ է ասում, որ ամոչում եմ։ Ու ինչ է ասում։ Դե օրինակ ասում է, որ ուզում է ես միշտ ժպտամ, որ ինքը լավ լինի։ Դե հա, տարօրինակ բան չի ասում, բոլորս էլ այդ ենք ուզում։ Հա, բայց էլ դուք ախր իմ ընտանիքն եք։ Նորմալ է, որ դուք ուզեք, բայց ինքը ինձ զուտ ընկեր է։ Զուտ ընկեր։ Էլի ինչ մարդ ես։ Տենց ես մտածում, դրա համար էլ նորան մեկ-մեկ վատ է նայում իմ ու Ռոբի շփմանը։ Բայց ես նորային բան չեմ ասել։ Ես քեզ եմ ասում, որ դու իմանաս, որ Ռոբի ուշադրությունը ավելին է, քան ուղղակի ընկերոջ ուշադրությունը։ Ու Ֆելիս, խառնեցիր ինձ իրար։ Երանի ձեզ Ալինա, ինչ հավես է ձեր տարիքում։ Էй, տատի ջան, ափսոս դու այդ տարիքից դուրս ես եկել։ Ի։ Մագդա, շատ պիտի սպասեմ, մինչև պատմես ինչ եք խոսել։ Ինչ ասեմ այդ։ Մարդը նեղվել էր, որ իրականությունը դու ես ասել, եկել էր սխալը ուղղելու։ Բարձ է։ Ես այնքան հիասթափված եմ, այնքան վատ եմ։ Ինձ թվում է, որ ներսս ամեն ինչ փլվել է։ Ինձ թվում է, որ էլ երջանիկ լինելու, երջանկությանը սպասելու առիթ չեմ ունենալու։ Այսօր ինձ ասեց, որ մոռանամ իրան։ Ասեց, որ չգրեմ, չզանգեմ։ Տեսնելուց էլ անծանոթի պես պահեմ։ Սի Մագդա։ Գիտեմ ինչ ես ասելու։ Ասելու ես, որ ճիշտ է դա։ Հա, ես գիտեմ, ես էլ եմ այդ ընդունում։ Բայց ոչ մեկ չի հասկանում, ինչքան բարդ է մարդուն սիրելու իրանից հեռու մնալ։ Ինչքան բարդ է հասկանալ, որ այդ սերը ոչ մեկի պետք չի։ Որ այդ զգացողությունը ոչ մեկի հետ չես կարա կիսես։ Ինչքան բարդ է քեզ տիպես, որ չգրես, չզանգես, որ մոռանաս այդ մարդուն։ Նորոն այսօր այնքան սառն էր խոսում, որ ինձ թվաց ես ուղղակի պատահականություն եմ եղել իր կյանքում։ Որ հիմա էլ կանգնել եմ կոկորտին ու ինքը ուղղակի չգիտի ինձնից ոնց ազատվի։ Լսի Մագդա, նորոն իրոք քեզ շատ է սիրում։ Երևի հիմա հավատում ես, չէ՞ որ չի իմացել իրականությունը, չի իմացել թե դու ով ես։ Դուք ուղղակի երևի չեք հասցրել իրար այդ կողմից ճանաչել։ Չեք հասցրել իրար այնքան վստահ եք, որ պատմեք անձնականից, ընտանիքից։ Չէ, մենք ուղղակի իրար վստահում էինք։ Մենք չէինք հավատում, որ այս կյանքում ինչ-որ բան մեզ կարա բաժանի։ Բայց արի ու տես, կներես, որ այն օրը ինձ վատ պահեցի, որ քեզ կասկածեցի։ Ես իրոք չունեի դրա իրավունքը։ Լավ, Մագդա, վերջացրու։ Մենք արդեն խոսել ենք, չէ՞ դրա մասին։ Այդ կապ չունի, ես ինձ շատ վատ եմ զգում։ Պահի տակ ես իմ ցավը քո վզին փաթաթեցի, քեզ ու Էլիզին հավասարը հավասարին նայեցի, իսկ այդ արդեն սխալ էր։ Մագդա, վերջացրու, դրա կարիքը չկա։ Ես շատ լավ հասկանում եմ քո ասածները, քո վիճակը, քո ապրումները։ Ուղղակի չես պատկերացնում, ես ինչքան լավ եմ քեզ հասկանում, մտնում եմ քո դրության մեջ։ Չէ, Աստված չանի, դու զգաս են ինչ ես եմ զգացել։ Հասկանաս ինչ է նշանակում մարդուն դեռ չգտած կորցնելը։ Ոստեղ պատճառները կապ չունեն։ Այդ ամեն պարագայում շատ ցավոտ է։ Մագդա, գիտեմ, զգացել եմ ու մինչև հիմա էլ զգում եմ։ Դրա համար եմ ասում էլի, ես հասկանում եմ քեզ։
փաստորեն դու սիրահարված ես։ Ով է, չգիտեի։ Կարևոր չի։ Չէ, ոնց կարևոր չի։ Ես քո հետ կիսվում եմ, ամեն ինչ ասում եմ, դու էլ ինձ պետք է ասես։ Չես հասկանում, որ չեմ պատասխանում նշանակումը հարմար չի։ Ինչ ա եղել։ Բայց ինչ ես գոռում, Նորո։ Ինչ որ բան են չեմ արել։ Չէ, ոչ մի բան չի եղել, կներես։ Ինչ ես ուզում։ Ուզում եմ իմանալ Ալինան ոնց է։ Ալինան լավ է։ Նորո ինչ ես ջղայնացած։ Ես խառնեմ Ալինան լավ է, եթե ուրիշ հարցեր չունես, անջատեմ։ Արի հիմա դրա մասին չխոսանք, հա։ Ես ուղղակի ուզում եի իմանաս, որ հասկանում եմ քեզ։ Չէ, սպասի, տենց չի լինի, բայց իմանամ ով է աղբորը սիրտը կոտրել։ Երևի քեզ լավ չի ճանաչում։ Ակառակի պես այնքան լավ է ճանաչում, Ագդա, շատ լավ։ Էդ ավելի սկսեց հետաքրքրանալ, դե պատմի։ Չէ։ Ես քո հետ կիսվում եմ, չէ։ Դու իմ ու Նորոյի պատմությունը անգիր գիտես։ Հիմա դու ինձ չես ուզում ոչ մի բան պատմես։ Կասես ով է։ Էլիզա։ Ինչ։ Նորոյի քույրը։ Չեմ հավատում, ես ուղղակի չեմ ուզում հավատամ։ Հա, ինքն է։ Չէ սպասում, չէ որ իր անունը գտամ։ Չէի սպասում ու չէի ուզում։ Դու լավ գիտես ես ինչ եմ մտածում այդ աղջկա մասին։ Լավ, արի փակենք, հա, այս թեմա։ Դրա համար չէի ուզում որ խոսանք, բայց ուշ չի, կարանք մոռանանք։ Չէ, ես ամեն ինչ ուզում եմ իմանամ։ Մագդա, ախր բան չկա է պատմելու, որ իմանաս։ Մենք չենք հասցրել ինչ-որ պատմություն ունենանք։ Այսինքն… Մագդա, աղջկա համար տենց բաներ պատմելը հեշտ է ավելի։ Ես չեմ կարողանում, իմ համար շատ դժվար հասկանում ես։ Ես Էլիզին միշտ սիրել եմ, բայց ինքը ինչ չէ։ Հետո որ ստեղ չէի գրվում ենք, մտածում էի հնարավոր է ինչ-որ բան փոխվի, բայց հիմա եկել եմ ու տեսնում եմ, որ չէ, աշմանը չի փոխվել, էլի նույն Էլիզն է։ Մի խոսքով, արի շատ չխորանանք։ Ինքը ամենտեղ պարտադիր մի բան փչացնում է։ Մագդա։ Կներես, ուղղակի չեմ կարողանում ինձ զսպեմ։ Ինքը շատ վատ մարդ է երևում, շատ։ Ու երևի բարին էլ էր, որ մենք այդ ընտանիքի հետ կապ չունենանք, որովհետև իրանք ընդհանրապես մեզ արժանի չեն։ Մագդա չեղավ տենց, չի կարելի։ Դու Էլիզին ընդհանրապես չես ճանաչում։ Դուք ուղղակի շատ սխալ իրավիճակում եք ծանոթացել, հասկանում ես։ Ես վստահ եմ, եթե դուք իրար ճանաչեիք մի քիչ այլ պայմաններում, կյանքային այլ իրավիճակում հնարավոր է շատ լավ ընկերուհիներ լինեիք։ Ես կյանքում չեմ ընկերանա մի մարդու հետ, որ այդքան վատ մտքեր ունի։ Մագդա, դու Էլիզին ընդհանրապես չես ճանաչում ու այսպես բնութագրում ես միանգամից։ Տես չի լինում։ Ես հասկանում եմ, որ դու հիմա սիրելով ուզում ես իրան պաշտպանես, բայց ես օտար մարդ չեմ էդ։ Ես չեմ կարա հիմա քեզ խաբեմ ու ասեմ, որ ես ուրախ եմ, որ դու սիրում ու պայքարում ես իր համար, բայց ամեն դեպքում այդ քո գործն է։ Այ որ Էլիզին ճանաչեիր։ Ինչքան ճանաչում եմ, հերիքա դրանից ավել չեմ ուզում։ Կներես, երևի անկեղծությունս չափից դուրս շատ է։ Նորմալ է։ Ես ուղղակի էլ Էլիզի մասին քո հետ չեմ խոսի։ Նեղացար։ Չէ, Մագդա, ուղղակի չես ուզում հասկանաս, որ մարդու կյանքը ինչքան ծանր է դասավորվում, բնավորությունն է, զուգահեռ հետը ծանրանում է։ Էլիզի մոտ հիմա նույն վիճակն է։
իրավիճակը իմը շատ ծանր է։ Էդ ինչի։ Որովհետև փոքր քուրիկը առողջական լուրջ խնդիրներ ունի։ Բժիշկներն ասում են, որ Արյան հետ կապված է խնդիրը ու բուժումն էլ շատ մեծ գումարների հետ է կապված։ Հա, էդ ես գիտեի, Նորոն ասել էր, որ քուրիկը առողջական խնդիրներ ունի, բայց չգիտեի, որ այդքան ծանր է։ Բա, իրանք են նոր իմացել։ Էլիզի վիճակը շատ վատ է, հետ ընդհանրապես խոսալ չի լինում։ Նա ավելի լավ է հասկացի իրան ու մոռացի այս թեման, հա։ Պետք չի դրամադրվել ոչ Էլիզի դեմ, ոչ էլ Նորոյի։ Մագդա, ես էլ, դու էլ, Նորոն էլ, յուրաքանչյուրս այս երկրագնդի վրա տարբեր ձև ենք ցավը ընկալում։ Մեկը հիշում է, մեկը մոռանում է, մեկը ուղղակի համակերպվում է այդ ցավի հետ ու շարունակում է ապրել։ Ոչ մեկը չեն կարող ասենք դիմացինը քայլ անելուց առաջ ինչ ցավ ասկում։ Հասկանում ես ինձ։ Բայց այդ չի նշանակում, չէ, որ քո ցավը թեթևացնելու համար պիտի դիմացինին ցավ պատճառես։ Այդ սխալ է, չէ։ Հա, Մագդա, դու ճիշտ ես, սխալ է։ Ու Էլիզը իր սխալը հասկացել է։ Արի այսքանը բավարարվենք ու ուղղակի իրար չատենք։ Ես այսքանը չեմ ասում որպես Էլիզին սիրող տղա։ Ես մենակ իր մասին չեմ մտածում, ես բոլորիս մասին եմ մտածում, որովհետև ուղղակի գիտեմ, որ ատելությունը շատ վատ բան է։ Բայց հանգացած պարագայում ես քո հետ եմ, Մագդա։ Դու իմ քուրիկն ես, չէ՞։ Ալին, ես քեզ շատ եմ սիրում, շատ։ Էլիզ, բայց Ոչ մի բան մի ասա, ուղղակի գրկի ինձ, հա։ Ուշացար։ Դե խոսում էինք։ Ինձ այնքան վատ եմ զգում Էդոյին անիմաստ կասկածելու համար։ Բա որ ասում էի։ Արշակ այսօր նենց բան եմ իմացել, տեղից չեմ գտնում։ Հիմա ինչ ա եղել։ Էդոն ասաց, որ Նորոյի քրոջ մոտ լուրջ հիվանդություն է հայտնաբերվել։ Ալինայի։ Հա։ Ինչ ա եղել այդ երեխուն, ինչ հիվանդ է։ Դե ասեց Արյան լուրջ խնդիր կա ու բուժման համար շատ մեծ գումարներ են պետք։ Ընկերուհիս աստեղ, եկել է իրան տեսակցության։ Ինչ ա եղել։ Ասա ես ինչով կարամ օգնեմ, որ բժշկի մոտ է, ես տեղ ծանոթներ ունեմ, ինչ որ պետք է կանեն։ Չէ, ամեն ինչ նորմալ է, կարիք չկա։ Էլիս ջան, բայց դու հուզված ես։ Վստահ ես, որ ամեն ինչ նորմալ է։ Աստորեն այդ օրը Ալինան է պարկած եղել։ Ինչ։ Չհասկացա երբ։ Հիշում ես այն օրը, որ Արևի փորը ցավում էր, ես էլ տարա հիվանդանոց։ Հա։ Այդ օրը Էլիզին տեսա, բայց խաբեց ասաց, որ ընկերուհին է պարկած։ Հաստատ Ալինան ա եղել։ Ես հիշում եմ այդ օրը Նորոյի հետ էի, որ զանգեցին, ասեցին քուրիկը վատ է։ Արշակ Նորոն նորմալ աշխատանք չունի, Էլիզն էլ ընդհանրապես չի աշխատում։ Որտեղից են այդ գումարները գտնելու, ինչ են անելու։ Ես ինչքան էլ Էլիզին ատեմ, չսիրեմ, այդ կապ չունի։
Այդ չի ազդում, որ ես Ալինայի մասին չմտածեմ, ինքը ընդամենը երեխա է։ Ես կօգնեմ, հա։ Հա, ես կհոգամ այդ ծախսերը։ Ու քեզ թվում է իրանք այդ օգնությունը ընդունելու են։ Արշակ Էլիզը վրեժով լցված մտել է այս տուն։ Քեզնից վրեժ լուծելու համար ինքը անգամ արևին էր պատրաստ օգտագործել։ Ու դու ասում ես, որ իրան գումար կվերցնեն քեզնից։ Չգիտեմ, ես պետք է օգնեմ այդ երեխեքին։ Ես ինձ չեմ ների, եթե ձեռքերս ծալած նստեմ, Մագդա։ Հա, հիմա Շուշանը չկա, բայց ես կամ։ Ու ես պարտավոր եմ օգնել այդ երեխեքին։ Նենց կանեմ, որ չիմանան, որ ես եմ։ Մի բան պետք է անեմ։ Ու ո՞նց։ Չգիտեմ։ Մի բան կմտածեմ։ Բայց հիմա պետք է հասկանամ, թե ինչ է կատարվում Ալինայի հետ։ Ալո, Բարև Նորո, Արշակն է։